Հարգելներս, տեսա Վարդան Հակոբյանի վիդեոն, լսեցի Վարդան Ղուկասյանի ուղերձը։ Ինչ եմ ուզում ասեմ, հարգելներս, ճիշտ ասած, ես երեկվանից էի ուզում ասեի, Վարդան Ղուկասյանի ձայնագրությունը, որ լսեցի, ավելի համոզվեցի, որ սա պետք է ասեմ, ու ավելի հստակ հասկացա, ինչ պետք է ասեմ։ Առաջին օրվանից ես աջակցել եմ ու աջակցում եմ Վարդան Ղուկասյանի ազատությանը։ Ես ուզում եմ Վարդան Ղուկասյանը ազատ լինի։ Շատ բաների հետ ես համաձայն եմ Վարդանի հետ, շատ բաների հետ համաձայն չեմ։ Ամեն դեպքում, հարգելներս, բոլորդ տեսաք, թե ես ինչպես էի Վարդան Ղուկասյանի ազատման համար իմ աջակցությունս, իմ գործերս, իմ քայլերս, միտեղ սխալ էր ստացվում, միտեղ ճիշտ էր ստացվում, բայց ամեն դեպքում բոլորդ դուք հետևել եք, ամեն ինչ կա սայթերում, ոչ մի բան ջնջված չի, մի բան ավել եմ ասել, մի բան պակաս եմ ասել, դա բոլորը կա ու ոնց որ ասում են Աստված ինձ դատավոր կլինի։ Հիմա հարգելներս, եկել հասել եմ մի կետի, որտեղ էլ շարունակելը ես գտնում եմ, որ իմաստ չունի, իմ շարունակելս։ Իմ մոտս այստեղ փոքրիկ այստեղ մի հատ կար հոգի, որը ինձ ասում էր, մենակովս ասում էր գնա առաջ, արա, ինչքան դժվարություն եղել էլ ես փուչուր բալիկն ասում էր գնա, արա ու այդ փուչուր բալիկով մենք շատ բաների հաղթում ենք։ Հիմա այս փուչուր բալիկը չի ուզում այդ առաջ։ Պրոստը չի ուզում։ Ասում է, չէ, եթե գնում ես առանց ինձ գնա։ Ես չեմ եթում դալշը։ Գնում ես, ուզում ես շարունակես, գնա, բայց առանց ինձ։ Ես առանց իրա չեմ ուզում եթամ։ Ինչ ուզում ա դուք մտածեք իմ մասին, բայց ես առանց իրա չեմ ուզում եթամ։ Ինչ եթամ ես իմ հոգուս հետ եմ եթալու։ Իմ հոգիս ես, ինքը ինձ միշտ կփրկի ամեն դժվարությունից, ինձ կհանի, ուրիշ ոչ մեկ ինձ չի փրկի։ Ինչքան է որ դու գրում եք, ասում եք, Էդգար ջան, մենք քո կողքին ենք, ես քո մենքո։ Էլ իմ կողքին եղեք, ես ձեր ներկայությունը շատ գնահատում եմ, բայց ես ուր գնում եմ, իմ այս փոքրիկի հետ եմ եթում։ Հիմա հարգելներս, եկել ենք հասնենք միտեղ, որ Վարդան Ղուկասյանը ընտրել է մի մարդու Գանե Մանուկյանին, որը այս ամենը քաք մեջ անում։ Այսինքն դու ուզում ես օգնես, բայց Վարդան Ղուկասյանին է քո դեմ լարում, Տիկին Սուսաննային է դեմդ լարում, մարդիկ է տարբեր հանում դեմդ, ամեն ինչ փչացնում, ամեն ինչ խանգարում են, որ ես հիասթափվեմ ու էլ առաջ չեթամ։ Պրինցիպի էլի կարելի է շարունակել, բայց եթե ոնց որ ասում են Спасение утопающего, дело рук утопающего, եթե այդ մարդիկ ընտրել են Գանեին, ես Գանե հետևից գնացողը չեմ։ Գանե Մանուկյան հետևից ես գնացողը չեմ։ Ոչ էլ դոկ կուսակցություն հետևից եմ ես գնացողի։ Ես ոչ մեկի ստեղ ոչ մեկի առաջադրանքով, ոչ մեկի սկզբունքով, ինչ որ մի հատ ինձ զադանյային, որ ես տվե օգտանում, չէ, ես ինչ ալեմ այս անով եմ արել։ Հիմա այս մարդը չի ուզում եթա առաջ։ Չի ուզում եթա։ Գանե հետևից ես չեմ ուզում եթա։ Ես Վարդան Հակոբյանին խնդրեցի, ասեցի, պարոն Հակոբյան, եթե կարելի է մի հատ պարոն Ղուկասյանից ճշտեք։ Ով է Գանեն։ Ինչքան վստահելի է այդ մարդը։ Հիմա Վարդան Հակոբյանին տեսակ չի ստացվել այդ հարցերը տալ, որովհետև միակողմանի էր ընդեղից Վարդան Ղուկասյանը խոսում էր։ Այդ հարցերի պատասխանը ես չունեմ, ու այդ միջև այս հարցերի պատասխանը ես չունենամ, ես չեմ ուզում առաջ եթամ։ Չեմ ուզում եթամ մի մարդուց, որ ամեն ինչ քաք մեջ անում ու իմ հանդեպ ինչ ասես անում է։ Դրա համար ես, պաժալուստը, չեմ եթում։ Չեմ եթում, չեմ ուզում ու չեմ գնալու։ Ոստեղ մի հետաքրքիր բան, երբ որ ես завтрак էի անում, կոֆե էի խմում ձվածեղով բանով, մի այսպիսի տեսանյութ իմ աչքովս ընկավ։ Գանե Մանուկյանի էջից թույլ տվեք կարդամ 21 հունվարի 2020 թիվ Անժելա ջան, դուք մենակ չեք, մենք ձեր կողքին ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ խուլիգանները ստանան իրենց պատիժը։ Այս գրել է Գանե Մանուկյանի Facebook-յան էջը։ Հələ որ Գանե Մանուկյանի էջը բաց է, օգտվեք առիթից, մտեք, նայեք, տեսեք թե Գանե Մանուկյանը միջև այդ ինչեր էր գրում, ինչեր էր անում։ Միգուցե ձեզ կհաջողվի այլի շատ բաներ այստեղ գտնել, քան ինձ։ Նաև հարգելիներս, ես այստեղ մի ուրիշ տեսա էլի գրված բան, սա էլ գրված է 2019 թվի հոկտեմբերի 18-ին, կարդամ. Սիրելի Անժելա, այն օրվանից երբ քեզ տեսա, այն օրվանից որ գնացի,
Պարդեզը սերամագայի Լավ, շեղվենք։ Սիրելի Անժելա, այն օրվանից, երբ դադարեցվել է ձեր հաղորդումը Լոս Անջելեսում, կենտրոն հեռուստաընկերության հաղորդումները այլևս չենք դիտում։ Հետաքրքիր ոչինչ չկա այդ հեռուստակայանով։ Սիրում էինք հայելու առաջ հաղորդաշարը։ Պարզապես գործող իշխանությունն ու հեռուստաընկերության տնօրենը վախեցան իրենց գարշելի կերպարը տեսնել հայելու մեջ։ Սա էլ մի փոքրիկ հատված Գանե Մանուկյանի կենսագրությունից, ինչպիսին նա, այսպես ասած, ուղղություն ունի։ Ու հետաքրքիր մի բան ես այստեղ հիշեցի։ Մարտի 17-ին երրորդ դատից հետո, երբ որ վերջացավ, ես ժողովրդին այնտեղից հարցնում եմ, ասում եմ, իսկ Անժելա Թովմասյանը այնտեղ ներկա էր, դատարանի ժամանակ եկել էր, թե չէ։ Ասում եմ, Էդգար ջան, տեսնողներ չեն եղել, բայց ինչ որ մարդիկ ասում են, որ ինքը ինչ որ ավտոյի մեջ ա եղել, ուզեցել է հելնի, չի ելնի, ոչ մի ավտոյի մեջ ա եղել, ինքը տարածքում ա եղել։ Այդ ասում են։ Նու ես էդի այդքան չհայտարեցի, չասեցի, որտեվ խոսքեր են, պտտվում են, բան են անում, էդի ոնց որ ասած այդքան իրական չի, կարող է դա սուտ լինի, կարող է ինչ որ դե փչացած հեռախոս ա խոսում, ասում են։ Բայց այստեղ մի շատ կարևոր բան կար, որը շատ ուժեղ տարածվում էր հենց այդ Գանե Մանուկյանի կողմնակիցների կամ Գանեի կողմից, точно չեմ կարող ասել, բայց հաստատ իր կողմից էլ կնի, որ տրված էր առաջադրանք, որ Անժելայի մասին вообще չխոսան, Անժելայի մասին вообще բան չասեն։ Դաժե ինձ էլ որ ասեցին, Էդգար ջան, Անժելայի մասին հանկարծ ոչ մի բան չասես։ Ասի լավ, երևի թե ինչ որ մի բան կա, երևի թե ինչ որ քաղաքական բաներ կա, որ Անժելա Թովմասյանի մասին բաներ պետք չի ասել։ Բայց հիմա որ sense կապում եմ Գանե Մանուկյանի, Անժելայի շատ մեծ սիրո մեջ, ես տեսնում եմ մեծ կապեր։ Չէ որ ես քեզ բերում էի թափսանի Ես Գանեի հետևից գնացողը չեմ։ Ես Գանեի թիմից գնացողը չեմ։ Գնում եք, բարով գնաք։ Կաջակցեմ էլի Վարդանին, բայց ես Գանեի հետևից միչև չիմանամ ում հետևից եմ գնում, ում հետ եմ կռիվ տալիս, ով այն խրամատի մեջ, ես գնացողը չեմ։ Ավելավ այս մենակ կռվեմ, քան թե ջուր պղտորողների հետ։ Ես այսօր երեկոյան կփորձեմ եթեր անեմ, ճիշտ ասած ուզում եմ հանգստանամ, այս 20 օր ամեն Վարդան Ղուկասյան, արդեն կնիկս բաժանվում է ինձանից։ Դրա համար ուզում եմ մի քիչ հանգստանամ, մի քիչ ներվերս ազատեմ։ Դրա համար կփորձեմ հարգելիներս, ինձ ներող եղեք, բայց մի որոշ ժամանակ կփորձեմ Վարդան Ղուկասյանի թեմայով չխոսալ։ Ես կանեմ ուղիղ եթերներ երեկոյան, ինչպես ես միշտ էի անում։ Ինչպես միշտ ես կանեմ, բայց կաշխատեմ այս թեմայով ես շատ քիչ խոսալ։ Պետք եղավ շատ կխոսամ։ Պետք չեղավ չեմ խոսա։ Ինչպես միշտ ես եմ որոշողը, եթեր կանեմ, չեմ անի, ես եմ իմ գլխի տերը։ Եղավ հարգելիներս։ Դե հուսով եմ մինչ երեկո լավ եղեք։ Վերջի վերջո կգա մի ժամանակ, որ մենք կերքենք այդ երգը։ Բարի գիշեր, բարեկամներ, ձեր ցավը տանեմ։ Բարի գիշեր, հարազատներ, ձեր հոգուն մեռնեմ։ Ես ինչ լավ հարսանիք էր ձեր հոգուն նորման։ Ոնց էր բառերը չեմ էլ հիշում, բայց մեր երաժիշտների, մեր թամադեքի ու բոլորի մարդկանց երազանքն է, որ այս ամենը բարի վերջանա, բարիով։ Լավ եղեք։